Никогда не верьте, что врач может привыкнуть к смерти. Никогда. Բժիշկները արկերի արանքով, պայթյունների արանքով մոտեցել են վիրավորներին և հանել։ Երբ որ հիվանդը զինվոր է, չգիտեմ, անկախ քեզանից պատասխանատվությունն ավելի մեծ է։ Ծանր է տեսնել վիրավոր զինվորի տառապանքն ու ցավը։ Գիտակցում ես, որ քո օգնությունը այստեղ ավելի քան պետք է։ Ամենաոգևորիչ, ամենակրիտիկական բանը, երբ որ դու զգում ես, որ արդեն մտել ես բժշկական գործի մեջ։ Ապրիլյան մեր մարտական գործողությունների ընթացքում հակամայից ես կարծում եմ բոլորը հիշեցինք 88 թվականի զարթոնքը, ամբողջ ազգի միասնականության աննախադեպ օրինակ 20 տարի, 25 տարի հետո որից ունեցել։ Մենք ունենք արդեն կայացած ռազմաբժշկական վարչություն իր ենթակա ստորաբաժանումներով, հոսպիտալներով։ Այս իրավիճակում արդեն չկար 92 թվականի, 90 թվականի խնդիրներ։ Չկա ուղղափ, կարելի ասել բոլորը կատարում են այն, ինչին իրենց պատրաստել են։ Ես հիշում եմ, խնդրեցի, որ ինձ ընդունեն ջոկատ, ես այն ժամանակ մի քիչ նիհար և փոքր էի, ասացին, որ դու փոքր ես, ասացի դե փոքր չեմ, արդեն 20 տարեկան եմ։ Ասաց լավ, անունազգանում 10, ասացի Խաչատրյան կամավոր, շարժվեց աս տղա ջան, մենք բոլորս կամավոր ենք անուն ու 10։ Երբ որ մենք գնում ենք պատերազմի դաշտ, մեր մոտ բժիշկականների թիվը շատ էին։ Այն ջոկատները, որոնք գործողության էին գնում, մեր բժիշկները, որ չէին լինում, իրանք դժվարությամբ էին առաջ գնում։ Բայց մենք, որ հետներն էինք լինում, տեսնգիտեին, որ ասենք մեր պայուսակներով, մենք մեր վրա դեղորայք, ամեն ինչ ունենք, իրանք ավելի համարձակ էին գնում խնդիրը կատարելու։ Տարբեր տեղերից քաղաքացիական հիվանդանոցներից գործողում էին Լեռնային Ղարաբաղ, գործողում էին Շահումյան, սահմանամերձ գոտիներ, որտեղ որ փորձում էին տվյալ տարածաշրջանի հիվանդանոցներում կամ վրանային պայմաններում կազմակերպել բժշկական օգնությունը։ Где-то 32 раза мы организовывали военно-полевые госпиталя у линии фронта. Я находился там вместе со своими коллегами и друзьями. Естественно, все это сделало меня уставшим, серьезным, нормальным таким человеком. Никогда не мог даже в мыслях предположить, что я стану военным врачом, но я им стал и смог сделать очень многих тоже военными врачами. Я себя уже не могу представить в роли гражданского врача. Если перед тобой ставится задача, ты должен эту задачу любой ценой выполнить. Острая необходимость заставила нас собраться духом и единым. Вот это единство и этот дух спасло. Ես պատերազմի ժամանակ եղել եմ մարտիկ, ոչ որպես բժիշկ, իմ կարողությունների չափով առաջի բուժօգնություն ցույց եմ տվել անհրաժեշտության դեպքում։ Դրանից հետո երևի ինչ-որ բան փոխվեց մեջս, ցանկություն առաջացավ դառնալ առաջին մասնագիտացված ռազմական բժիշկներից մեկը։ Երբ որ դիվանի կամ հարազատը գալիս ասում է բժիշկ ջան, դու ինձ փրկեցիր, շնորհակալ եմ, դա մի անասելի բերկրանք է։
չես կարող ճիշտել մարդկանց տվայտանքները, տանջանքները, հուզական պահեր կա, որ երբեք մարդու մեջից ինչքան էլ բժիշկ ուզում ես լինես, ունենք բոլոր թուլությունները, էմոցիոնալ առումով, այսինքն մեր հոգու վրա ազդում են այդ ամեն ինչը։ Իմ համար վարակիչ է եղել մեր ջոկատի բժշկու կերպարը, Արմինայի, որ հիմա վիրաբույժ է աշխատում։ Ես Շահումյանի ջոկատի բժշկուհին եմ, ներկայումս մենք գտնվում ենք դաշտային հոսպիտալում, Անտարում։ Կին լինելով հանդերձ լինել պարտիզանական ջոկատում կենցաղային ոչ բարենպաստ, մեղմ ասած ոչ բարենպաստ եւ շատ առումներով բավականին բարդ պայմաններում ու նման գործողություններ կատարել, ես կարող եմ որ ասել այդ գործողությունները հերոսական են։ Հայ կանայք դարերի ընթացքում մեր ազգի համար ճակատագրական պայքարին միշտ եղել են կողքին մեր տղամարդկանց եւ հերոսական գործեր միշտ կատարել են։ Это были чудные девушки. Я повторяю, перед ними надо склонять головы. Некоторые из них погибли. Я могу привести просто вот такой пример. Враг Лукичана. Снаряды падают мимо нашего госпиталя. Уже требуют, чтобы мы отошли. А если мы отойдем, паника увеличится во много раз. Девушки плачут. Говорит, нет, мы не отойдем, мы останемся. Ապետ, վիրավոր կա։ Որ հանկարծ գոռում են վիրավոր կա, կամ բան ընկերոջս փրկելու համար մոռանում եմ վախը, կյանքը, ամեն ինչը ու գնում եմ ամենավտանգավոր տեղը, որ կյանքում մտածում չեմ մտնի այդ տեղը։ Ես դեռ սպարի Բժշկությունը որպես մասնագիտություն ինքը պահանջում է նվիրվածություն։ Շատ կարևոր է չտրտնջալ իրավիճակից եւ չարդարացնել մեր գործողությունները իրավիճակներով։ Պետք է ունենալ ամուր կամք, պատրաստ լինել դժվարություններ անցնելու, որ հաղթահարել վնասվելու վախը, որ վտանգավոր տեղերում աշխատելու, պատրաստ լինել մասնագիտական բոլոր կարողությունները օգտագործել, ի գործի դնել, ինքնուրույն որոշումներ կայացնելու առումով։ Եթե պետք է կոնկրետ իրավիճակում դա երիտասարդներին ավելի վերաբերվում, կոնկրետ որոշումներ կայացնես, որից կախված են մարդկանց կյանքեր։ Երբ որ դուրս են գալիս գնանք հենակետ վիրավորի հետևից, այդ ճանապարհին շատ բան է մտքովդ անցնում, ինֆորմացիան շատ փոքր է ու մինչև հասնում ես տեղ ամեն ինչ մտքովդ անցնում է։ Ռազմական բժիշկ դառնալու համար պետք է սիրես մասնագիտությունդ եւ պատրաստ լինես ցանկացած իրավիճակում կարեկավորին օգնություն ցուցաբերել։ Դա կլինի մարտի դաշտ, կլինի ականապատ դաշտ, թե կլինի խաղաղ պայմաններ։ Ես իմ մասնագիտության կարևորությունը զգացի հենց այստեղ։ Սահմանային զորամասում խաղաղությունից դեպի պատերազմ անցման սահմանագիծը խիստ հարաբերական է։ Յուրաքանչյուր պահ կարող է կտրուկ իրավիճակը փոխվել եւ անցնել մարտական գործողությունների։ Հայկական բանակը մեծ առաքելություն է իրականացնում ժողովրդի եւ երկրի համար ու լինել այդ բանակի զինվորի առողջության պահպանման ու ամրապնդման վերահսկող մարմին եւս մեկ անգամ պարտավորեցնում է։ Դիրքերում առաջի բուժօգնություն կազմակերպում են արդեն մարտիկները։ Զինվորը ինքը կրթության process-ում ստանում է այնպիսի գիտելիքներ, որը թույլ է տալիս իրան այդ առաջի օգնությունը, բուժօգնությունը, փոխօգնությունը ցուցաբերելու։ Մեկ մարտական հենակետեր ստուգելու հիվանդների արկայությունը, զինծառողի կենցաղ պայմանները, սննդի որակը,
ցանկացած փոքրիկ իսկ գանգատ կարող է հետագայում անդառնալի հետևանքներ ունենալ։ Զորամասային բուժծառայությունը առաջի ուղակն է, որ պատասխանատվություն է կրում վիրավորի եւ հիվանդի հետագա ապաքինման եւ շուտապույտ շարք վերադարձի համար։ Բուժօգնության բոլոր օղակներն են կարևոր, սկսած սանհրանքչի մինչև զորամասի բժիշկ։ Կարևորում եմ, երբ զինվոր բժիշկ փոխհարաբերությունների միջև կա փոխադարձ վստահություն։ Մասնագետը պետք է կատարի գործողություններ, որոնց մեջ լինի համոզված, այդ համոզվածություններից մեկն էլ նա է, գործողությունները պետք է կատարել վարպետորեն։ Պատերազմական ժամանակի փորձը իհարկե շատ մեծ է, բայց բացի պատերազմական ժամանակի փորձից կա ռազմական բժշկությունը որպես գիտություն։ Փառք Աստծո, որ մենք ունենք ռազմաբժշկական ֆակուլտետ, առաջի շրջանավարտները մենք էինք 1996 թվականին։ Ընտրել եմ ռազմաբժշկական ֆակուլտետը, որովհետև իմ ապագան որպես բժշկի գործունեություն ես պատկերացրել եմ զինվորական համակարգում։ Պահան նաև ռազմաբժշկական ֆակուլտետի առաջին։ Հիմնականում չեն պատկերացնում, որ բժիշկ ենք, որովհետև համազգեստով տեսնում են, մտածում են սովորական զինծառայող ենք։ Ինդուկացիոն առումով մենք ինչի դեռ սովորական բժիշկ կարեցինք։ Բժշկական գործի մեջ շատ գնահատում եմ ու սիրում եմ տրամաբանությունը, մտածելու անընդհատ կատարելագործվելու հնարավորությունը։ Եթե այսօր մենք ինչ-որ բանով բանակին ու հայրենիքին կարողանում ենք ծառայել, օգուտ տալ, բարդույթները, որ պայմանագիր կամ հեռավոր տեղերում ծառայելը, պիտի որ երկրորդ պլան մղվեն ու չխանգարեն։ Պատերազմին մասնակից բժիշկների դերը անգնահատելի եմ համարում, չենք ունեցել ռազմաբժշկական ինչ-որ հաստատություն, որպեսզի վերապատրաստվեն կամ սովորեն ու դրսևորել են իրենց գիտելիքները պատերազմի պայմաններում։ Մենք խոսելու ենք Կալաշնիկովի ավտոմատի տակտիկատեխնիկական բնութագրի ընդհանուր կառուցվածքի մասին։ Ինչ-որ պարադոքսալ երևույթ է, երբ որ մի քանի 100 մետր հեռավորության վրա կյանքեր են խլվում, իսկ ռազմի դաշտի այս կողմում բժիշկները աշխատում են այդ կյանքերը փրկելու ուղղությամբ։ Շատ հնարավոր է այնպիսի պայմանների ստեղծում, այնպիսի անկախատեսելի իրավիճակի ստեղծում, որ բժիշկը պարտավոր է զենքը ձեռքին զինվորին հավասար կռվի ու պաշտպանի հայրենիքը։ Ուրա բժիշկը։ Նորի, միջիստ է։ Տիրագորտ կա։ Վիրահատական սեղանի մոտ ես որպես վիրավոր խոսեմ, ոչ մի կապ չունի։ Ով է, ինչ ազգության է հիվանդը, որովհետև դա մասնագիտական, նեղ մասնագիտական մի կոմպլեքս է դեր խաղում։ Երբ որ դու մոտենում ես այնտեղ, այդ աշխատանքի դաշտում արդեն բոլոր կարողությունները, հնարավորությունները ամենալավագույն ձևի պետք է ներդնել, անկախ քեզանից ներես դնում գործը կատարելու համար։ Ты откуда? А что делаешь здесь? По-честному, никогда не забуду, кто мой враг. Но, когда человек нуждается в помощи, даже враг, особенно раненый, должен получить соответствующую медицинскую помощь. Когда совесть твоя перед Богом будет чиста. Мы выполняем свою гуманитарную функцию, передаем Красному Кресту. 92 թվականին երբ որ ստեղծվեց ռազմաբժշկական բաժինը, բազմաթիվ հարգարժան
բժիշկներ են մասնակցել տվյալ ժամանակահատվածում բուժօգնության կազմակերպմանը։ Կատարվեցին բազմաթիվ վիրահատություններ շատ ծանր պայմաններում, վրանների տակ, առանց լույսի, առանց որևէ նյութական միջոցների։ Հիշեցի մի դեպք, երբ որ հակառակորդի գնդակից վնասվել էր ազրային երակը վերևից եւ նման պայմաններում կարելի ասել մահը 100%-անոց կարելի ասել, որտեղ շատ մեծ անոթը վնասված եւ հնարավորություն չկա մեր ժողովուրդները դեղադրել, որպես արունը կանգնացնեք, մեր Մուրադը վերցրեց եւ մատը մցրեց այդ անոթի մեջ եւ արունը կանգնեց եւ այդ մարդու կյանքը փրկվեց։ Պատերազմ հարավիրք է բոլոր առումներով։ Դրա համար այսպիսի խոսք կա, պատերազմում հաղթողներ չկան, մենք բոլորս կորցնում ենք։ Որտեղ կորուստ ծնողին երբեք չես կարող ինչ-որ կերպ ասել, որ չէ, կորուստ չկա։ Ընկեր կորուստներից հետո ամբողջ կյանք ապրում ես այդ բարդույթի հետ ու միշտ մտածում ես, որ դու եթե այդ պահին կողքի եք եղել, մտածում ես, որ դու ինչ-որ բան կարողանայիր անել ու չարեցիր։ Ու երբեք չես կարողանալու քեզ արդարացնես։ Մահվան հետ շփման իմ առաջի պահը երևի թե ունայնության ու դատարկության մի զգացողություն է առաջացնում։ Հետագայում դա վերելուծում անդադ ենթագիտակցության մեջ։ Первый судья врачу — это сам врач. Вы не можете представить просто, как трудно переживается, когда ты не спасаешь, если, не дай Бог, ты чувствуешь, что где-то было сделано не то, так это целая трагедия. Չեմ կարծում, որ լինի աշխարհի տակ մի բժիշկ, որ չմեռնի իր հիվանդի հետ միասին։ Ես կարծում եմ, որ ցանկացած հիվանդի մահով բժիշկը այդ ժամանակահատված իր այդ հավասար մահանում այնուհետև վերականգնվում։ Ужасно, когда видишь молодого парня и видишь, что ты бессилен ему помочь, и он умирает. Никогда не верьте, что врач может привыкнуть к смерти. Никогда. Վերցրել ենք նախորդ պատերազմից կարծում եմ կարևոր էլեմենտները, ինչպես կազմակերպել, որպեսզի խնդիրներ քիչ ունենանք, բայց եւ ժամանակի ընթացքում ձևավորվեց նոր միտք, նոր մոտեցումներ, տվյալ ժամանակաշրջանին բնորոշ։ Հիմա արդեն մենք ուրիշ հարթությունների մեջ ենք պայքարներ մղում եվրոպական, արևմտյան բանակների, ռազմաբժշկական ծառայությունների հետ համահունչ քայլելու խնդիրներ ենք արդեն դրել ու փառք Աստծո, որ ի վիճակի ենք մեր այսօրվա պայմաններում նման խնդիրներ դնել ու նաև լուծել։ Վերջերս Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կազմակերպվեց օրավառություն։ Առաջի անգամ Հայաստանի Հանրապետություն ներկայացրել է շարժական հոսպիտալի թիմը, որը ներկայացված է եղել 33 հոգով։
Ռազմաբժշկական դաշտային շարժական հոսպիտալները նախատեսված են այն գործողությունների ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կա, որպեսզի բժիշկը հոսպիտալը ավելի մոտ գտնվի պատերազմի մարդ վարելու գոտում։ Զորավարության ընթացքում բազմաթիվ երկրներից մեր հասցեին հնչել են շատ լավ կարծիքներ։ Զորավարժարանի ղեկավարությունը այցելեց մեր հոսպիտալ, այցելեցին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ, որոնց հետաքրքրում էր մեր հոսպիտալի կառուցվածքը, ինչ ձևով ենք աշխատում։ Զորավարության ընթացքում քառօրյա պատերազմը սկսվեց։ Մեր անձնակազմը երևի գիտակցում էր, որ այս ամեն ինչը, որ անում են, որ սովորում են, շատ հնարավոր է 20 օրից օգտագործվի իրական պայմաններում ու բոլոր հարցերին մոտենում էին չափազանց լուրջ, շատ ուշադիր եւ այդ ցանկությունը սովորելու ավելի բարձրացավ, բոլորը շատ սրտացավ էին մոտենում հարցին, որ պատվով վերադառնանք Հայաստան։ Ապրիլյան մեր մարտական գործողությունների ընթացքում մեր համար կարևոր խնդիր հանդիսանում ոչ միայն կյանքը փրկել, այլ նաև անել ամեն ինչ հաշմանդամության տոկոսը կրճատելու։ Եվ աշխատանքները հիմնականում ուղղված են կրճատել զինվոր մարտի դաշտ հոսպիտալ տարածությունը։ Էվակուացիայի առումով ցանկացած վիրավոր, որը խնդիրներ դրվում մեր օդաչուները կատարում էին անհնարին։ Ոչ միայն առաջնագծից հոսպիտալ տեղափոխել արագ ռեանիմոբիլներով, այլ նաև ծանր եւ ծայրահեղ հիվանդներին մեր սանիտարական ուղղաթիռներով մենք կարողանում ենք արագ հասցնել Երևան։ Ամենակարևորը դա ողջատարությունը եւ սրտացավությունն է, ամենակարևորը դա զինվորի կյանքի որպես գերագույն արժեքի գնահատումն է։ Զինվոր թե սպա, բոլորն միանշանակ վստահ պետք է լինեն, որ ցանկացած իրավիճակում, ցանկացած պայմաններում միշտ լինելու ես կողքը։ Չի կարող մարդ հանգիստ նստել, երբ որ իր սրբությունը վտանգի մեջ, իսկ հողը երկիրը հաստատ սրբություն է։ Ուղղակի կարճելը իրենց երկրի յուրաքանչյուր պատառ հողի կարճելը, դա իսկ կարծում եմ, որ բնորոշ է մեր ժողովրդին։ Ամեն մի թիզ հողի համար դարերով աղոթքներ կան արված։ Ամեն մի թիզ հողի վրա նահատակների արուն կա թափված։ Когда я смотрю на кадры, то, что мы сделали, я задаю себе вопрос, сможем ли мы повторить все это. Радостные дни еще будут и тяжелые дни. Надо всегда просто уметь терпеть. Понимать, что трудности преодолимы, если мы будем вместе. Եվ կանգնացեմ լերմասիս որպես Թշնամու առաջ, ով հանդգնի իմ դեմ ելներ
Շարվելու է աննահաճ Գլխից վերևը երագույն է Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Իմ բանակ Ես չունեմ քեզնից թանկ ոչ մի բան Հարազատ իմ հող Եվ դարձրել եմ քեզ համար սահման Սիրտս բաբախող Ով էլ հանդգնի իմ դեմ ելնել Ես եմ լինելու հաղթող Գլխից վերևը երագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Գլխից վերևը երագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ Այստեղ բոլորս և պայթել ենք Եվ ում տվածի որ տվենք Հայոց կետի պահապաններ ենք Եղել ենք անկուր կրիներ Գլխիս վերևը երագույնը Կռիվ կտամ և կյանք Բարձր կպահեմ ես քո անունը Քո պատիվը իմ բանակ